Հրապարակը գրել էր, որ ՔՊԱ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց։ Թերթը տեղեկացել է, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի Սարին ռեստորանում։ Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ, առանց կնոջ եւ ինչը ներկաների զարմանքն է հարուցել, իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները պատմել են, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-ից 20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում։ Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել։ Ներկաները նկատել են նաեւ, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց եւ առաջինն է հեռացել խնջույքից։ Լավատեղյակ անձը թերթին բացատրել է, որ հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել։ Օրինակ, հայտնի նովիչոկ նյութը տարբեր առարկաների, այդ թվում բաժակի միջոցով են մարդուն հրամցնում, իսկ ուտելիքին ու խմիչքին չի կասկածել, քանի որ բոլորն են դրանից օգտվել։ Հրապարակը գրում է. Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում նրա աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալները տարբեր ուղղություններով համակարգում են Կրեմլի ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի գծով կուրատորը դեռևս անցած տարվա գարնանից, ինչպես հայտնի է, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոն է, որը համակարգում է նաեւ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մոլդովայի ուղղությունները։ Փաստը գրում է. գրեթե բոլոր ընտրություններից առաջ այս անգամ եւս ակտիվանում են խոսակցությունները բոլորին դեմ եմ թեզի շուրջ։ Ընդ որում նշենք, որ խոսքը համանուն նախաձեռնության մասին չէ, որը գուցեև խորքում լավ նպատակներ ունի։ Խոսքը բուն մտայնության, հասարակության շրջանում բոլորին դեմի մտածելակերպի ակտիվ տարածման մասին է։ Բոլորին մերժելու գաղափարը ենթադրում է նպաստել քվեարկության ընտրողների պասիվ մասնակցությունը։ Իսկ դա միարժեքորեն ձեռնտու է իշխանություններին, որովհետև որքան քիչ մասնակցեն ընտրողները, այնքան լավ իշխանության համար։ Պասիվ կամ ցածր մասնակցության պարագայում իշխանության կողմից վարչական ռեսուրսով բերման ենթարկվողների քանակը դառնում է վճռորոշ։ Ժողովուրդը գրում է. ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի 2026-ի ընտրացուցակից դուրս մնալը լուրջ տարակուսանք է առաջացրել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հենց իշխանական թիմի ներսում։ Սարգսյանը տարիներ շարունակ համարվել է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Հեղափոխության օրերին հայտնի ջրի շիշ բռնողից մինչև խորհրդարանի ամբիոն։ Ըստ ԿՊԱ-ական աղբյուրների, գործընթացների մեկնարկային կետը եղել է ՔՊ նախաձեռնող նիստերից մեկը, որտեղ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Տավուշի մարզում տեղի ունեցող զանգվածային ծառահատումների մասին։ Սարգսյանի ներկայացրած տվյալները վերաբերել են Փաշինյանի ընտանիքի քավոր Ղալումյաններին։ Այդ բացահայտումից հետո իրավիճակը լարվել է այնքան, որ Փաշինյանի ներկայությամբ անգամ տեղի է ունեցել քաշքշուկ։ Հայկ Սարգսյանը քաշքշել է Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին։ ԿՊԱ-ականները ոչ հրապարակավ խոստովանում են, որ Ղալումյաններին զուգահեռ Հայկ Սարգսյանի դեմ ակտիվ դավեր է նյութել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իր շուրջ համախմբելով վարչապետի աններորդի պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Հրապարակը գրում է. Ֆիլիպսիմե Հունանյանի նկատմամբ ահեղ դատաստանն ահու սարսափի մեջ է գցել ԿՊԱ-ականներին։ Իշխող ֆրակցիայում մի ստվար զանգված անարդար է համարում տեղի ունեցածը, թեև իհարկե չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել, բայց փորձում են գուշակել, ինչու այդպես վարվեց Փաշինյանը Հունանյանի հետ։ Եթե ընդհանրապես քավության նոխազեր պետք նախընտրական շրջանում, որ համոզի, թե չի հանդուրժելու իր խոսքին հաշիվ չտվող թիմակցին, ապա շատերը հիշատակում են Էմմա Պալյանի Սուրբ Ծննդյան օրը կազմակերպված ուխտա երթի մասին սկանդալային գրառումը, որի պատճառով ՔՊ-ին մի քանի օր քաց ու տակ էին գցել, ծաղրում էին համացանցում, մինչդեռ Պալյանին ձեռք չտվեց։ Շատերը կասկածներ ունեն, գուցե Փաշինյանն արդեն որոշել է, թե ում է տանելու խորհրդարան, իր ստրուկների ու սապարկերի ցանկն արդեն կազմել է, իսկ մնացածն առաջիկա ամիսներին տարբեր պատրվակներով ու հերթով փուռն են գնալու։ Փաստը գրում է. Ինչու Թրեփի ճանապարհի հետ կապված պայմանավորվածությունների արդյունքում 74%-ը բաժին հասավ ԱՄՆ-ին եւ միայն 26%-ը Հայաստանին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կարծում է, որ գործ ունենք մեծ ավանտյուրայի հետ։ Շատ կարևոր հանգամանքներ կան, որոնք համաձայնագրում տեղ չեն գտել։ Օրինակ այն, որ ԱՄՆ-ն հետագայում չի կարող իր մասնաբաժինը փոխանցել այլ երկրի, կամ որ փոխանցելու դեպքում առաջնային ձեռքբերման իրավունք ունի Հայաստանը։ Այնպես որ չզարմանաք, որ ընտրություններից ինչ որ ժամանակ անց ԱՄՆ-ն իր բաժնի որոշակի մասն ուտարի։ Իմ կարծիքով ի վերջո համամասնությունը կարող է լինել մոտավորապես այսպես. 26% Հայաստանին, 26% ԱՄՆ-ին, 48% Ադրբեջանին կամ Թուրքիային։ Ի վերջո ոչ մի այլ երկիր Ադրբեջանից բացի շահագրգռված չէ գալ ու ճանապարհ սարքել այդտեղ։